սահմանադրության խախտում է եւ չեմ կարծում, որ սահմանադրական դատարանը էլի առանց Բաղրամյան 26-ի վճիռ կայացնի։ Բայց դե իրականում որ դա սահմանադրական իրավունքի խախտում է, դա փաստ է։ Պարոն Մակյան, ինչ հիմքեր ունեք ասելու, որ այս իշխանությունը գող է։ Որտեղ դուրս տաս շուտ գաս աչքը թարթես այդ ամբողջը հիմքերը այդ ինչ հիմք չկա։ Ասենք կոնկրետ։ Իրենք են ասում, ես չեմ ասում։ Իրենք են իրենց խոսքերը, իրենք մեզից ավելի շատ բան են ասում։ Կոռուպցիա կա, անարտար դատավարություն կա, կաշառակերություն կա, իրենք ասում են հիմա նոր ձև են գտել, չէ՞։ Տեսեք մենք էլ ասում ենք, փորձում ենք ուղղել։ Դե այսքան են կարողանում։ Բայց ընթացքում իրենք այդ ձեր ասած չերևացող, ձեզ համար չերևացող այդ հիմքերով դառնում են օլիգարխներ, այդ իշխանավորները։ Փաստորեն կուտակայինը եւս մեկ միջոց է հարստանալու։ Երկու կասկած չունենա։ Որևէ ես ասում եմ, ինչպես կարելի է, նախ դա նորմալ երկրներում, կայացած երկրներում դա կամավոր է։ Բարդադիր եթե գործում են Հայաստանի նման երկրներում, բայց Հայաստանի իշխանությունները նորից եմ ասում, այդ վարչապետ կոչեցյալ օֆշորային իրենց սկանդալով, նրան ինչ փող վստահեց։ Այս կառավարությանը փող վստահեց։ Ներ 25 տարի հետո ինչ արդյունքում ինչ կունենաց։